Լավ, մի հատ հարց։ Ասենք, ասմա Ավետ Գոնջորյանին պարտքեին 65 միլիոն դրամ։ Լավ, մի հատ հարց եմ ուզում տամ, ժողովուրդ ջան, լավ ցավդ տանեմ, են որ ինձ մեղադրում էին դրանք, այդ Գոնջորյանները, որ ես իմ, բա քեզ այդքան փողը որտեղից, այսքան բանը որտեղից, ցավները տանեմ 2022 թվականին, հաստատ ինձ հետ ու Ավետի հետ լիքը Աբովյանից թիմակիցներ են շփվել ու երբ որ օբյեկտ են գնացին համարյա 90%-ը միշտ ես եմ հացի փող փակել։ Կարող է մեկ Հակոբյան Արան փակած լինի կամ Նայիրին փակած լինի։ Իսկ այն բախտ Ավետ Գոնջորյանը քշմեր 15-ա կոչվում, թե 14-ա կոչվում ռուսական մեքենա։ Խիժբեկ են ասեմ, ինչ են ասեմ։ Ինձ էլ ասում էր ախպեր, պատքեր ունեմ, կարող է կանենանք $2500 ծախենք։ Ու բազմից անգամ այդ տղեն, տվյալ տղեն, Ավետ Գոնջորյանը, ինձանից գումար ա խնդրել պարտքով։ Արա ժողովուրդ ջան, բա հիմա ոնց եղավ այս 4 տարվա մեջ, հիմա ես եմ ուզում այդ հարցը տամ։ Ոնց եղավ, որ Ավետ Գոնջորյանին կարա մարդ 65 միլիոն դրամ պարտքը լինի։ Մերնեմ ջանիդ, մերնեմ ձեր կյանքին, հարց չկա, ես էլ եմ սխալ արել, շատերս ենք սխալ արել, ես էլ եմ ասում, ես անմեղ չեմ, ես էլ իմ մեղավորության բաժինն ունեմ, բայց են որ ինձ քարկոցում էին, արա ժողովուրդ ջան, բա հիմա խիչեք ձեր մեջից խիչ կան մարդիկ, որ ասեն այ Գոնջորյաններ, բա ձեզ որտեղից այսքան գումարը, վերջ այդ 65 միլիոն դրամները, այդ նոր բնակարանները, չգիտեմ, ես իմ ինչեր ձեռք բերել ա, բա դրանք վերջը, որտեղից ա բուսնը, թե այդ մեր արած կոռուպցիան է, թե մեր արած կոռուպցիան երևը մեր, իսկ իրանց չի երևը, իսկ են որ տարան ինձ փագեցին, ու են որ առավոտից իրիկ ու ինքը հաչում էր, նույն Ավետ Գոնջորյանը, որ մարդկանցից գումարներ են վերցրել, ես իմ իջեր եմ վերցրել, ցավդ տանեմ, բա այդ ժամանակ, խի մեկը չեք պաշտպանում, ասում, բա վերջը լավ այդ տղեն, որ վերակալել, բա էլ ովքեր կան հետներ այդ տղու, էլ ովքեր կան այդ մարդու հետ, խի մեկը չբարձրաձայնեցիք, իսկ ոնց ալնեմ, որ կարա Ավետ Գոնջորյանները, կամ ես իմ ովքեր, հարստանանում մենք չկարենանք հարստանանք, այդ խիչ չպտ էլի հարստանանք ասենք մենք, դե լավ եկեք ծուրը նստենք դուզը խոսանք, խի պտի մենք չհարստանանք ասենք, բա ինձ մեղադրում էին, ասում են, բանա մեծ խաղերի մեջ ա մտել, հա մեծ խաղերի մեջ է մտել են, տեսա, բռնեցի կցեցին, մեծ խաղերը տեսանք, նե ինչ չի, որ ես էլ մատնանշել եմ, ասել եմ, որ այդ գումարները ում եմ տվել, եթե ես գցած բան էի ունեցել եք տվյալ մարդիկ եք անգնում են ասում են, հա ախպեր մեզ տվել ա, բայց պարտքով ա տվել, հա դե ասում են ասեն, հա դե լավ դե թող, էդ էլ տենց անցնի գնա, բայց այդ խի պտի ես պատասխան տամ իրանք չտան, խի պտի ես նստեմ իրանք չնստեն ախպեր, բա եթե արդարություն ենք ուզում ախպեր, խի պտի էլի իրանք իրաց հավեսի համար տենց ապրեն, դե թող սպարել արդարությունը լինի, իսկ ինչ մնում ա որ մարդիկ կան, չենք հավատում, որ իրանք տես բան անեն կամ ինչ որ բան, նախ չգիտեմ, ցավները տանեմ ժողովուրդ ջան, ես չեմ նստելու ոչ մի բան, բացատրեմ կամ ասեմ ով ինչին հավատա կամ չհավատա, նույն Ավետ Գոնջորյանին կարան, կանչեն դատախազություն, կամ կանչեն քննչական կոմիտե ասեն, տղա ջան, երբ որ թաթունը ստեղ չեղել, դու քո շքախմբով գնացել ես Տավուշի մարզ քաղաքի ջման, Երևանյան փողոց ա, եթե չեմ սխալվում, մեր այդ փողոցը կոչվում, որտեղ որ մենք ունենք ծաղիկի խանութ, ու մորս տեսել, ունդեղ էլ մարդիկ են եղել, ունդեղ էլ մարդիկ են, վկաններ են եղել, ասենք խի պտի ես խափեմ, նեն չի, որ մերոնք էլ Ավետ Գոնջորյանին տեսած չեն եղել, որովհետև Ավետ Գոնջորյանը և իմ օբյեկտում ա եղել, և նոր տարովն ա եղել, հա, նոր տարովն էլ ա եղել, նենց ա, որ իմ մայր ծնողն էլ իրան ճանաչում ա, ազնապես, տեսել ա, եկել ա վերջը, այդ ոնց ա էլի նը, սկսենք այդտեղից, հա հիմա գիտեք իմ ջղայնանալն ինչն ա,
որ նույն Ավետ Կոնջոյանը, որ ժամանակին մարդկանցից բնակարան է գցել, խարդախության համար դատապարտվել է։ Այդ ո՞նց են էլի դրանք այդ փողերը, այդ գումարները տենց ստեղծեմ, ու մենք չկարեցանք ստեղծենք։ Խելի իրանք պետք է արտոնություն ունենան ասենք։ Խի պետք է իրանք ունենան։ Ախպետ դե մենք էլ ենք էլի թույլ տվություն տալի, չայր տալիս ենք էլի։ Այդ խի բռնեցիք տենց մեզ։ Բայց խի չեք բռնում ասենք։ Որ անունը տարբեր տեղեր շահարկվում է։ Իմ ականջին հասած լիքը հողամասերը ինչ որ բաժնետեր ամտնում, ինչ որ բաներ անում, տենց ես էլ ըստ օդում կախված լուրերի ես էլ եմ հայտարարություն անեմ։ Ըստ օդում կախված լուրերի ասում են որ վերջը դրսերը մեր բաներ ունեն, գույքեր ունեն ձեռք բերած։ Այդ ի՞նչ հող էլի ախպեր։